Կիբերհանցագործները թիրախավորել են հայաստանյան քաղաքասարակությանը։ Սիգնալ հավելվածով հանրության շրջանում հայտնի մարդիկ նամակներ են ստանում, որոնք հորդորում են նրանց դիմել հրատապ գործողությունների։ Ես բնականաբար անմիջապես հասկացա, որ դա իմ տվյալները գողանալու որոշակի փորձ է, եւ ես որևէ գործողություն չիրականացրեցի։ Կանայք եւ գլոբալ անվտանգության ճարտարապետությունը կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը օրեր առաջ է ստացել մի գրություն, որտեղ տագնապային տեղեկություն կար սահմանի վերաբերյալ։ Հարգելի Արմինե, սահմանին իրավիճակի սրման հետ կապված ցուցումով ստեղծվել է տեղեկատվության փոխանակման օպերատիվ խումբ։ Գրառման հեղինակը ինչ-որ տնօրենի աշխատակազմի աշխատակից Հայկ Նալբանդյանն է, որն էլ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ փորձագիտական վերլուծություններ անող մասնագետին հորդորում է անվտանգության նկատառումների ձեռնելով անցնել ստուգում կոնկրետ հղումով։ Եթե ես գնայի այս հղումով եւ սեղմեի հղումը, ապա սրա վերջնարդյունքը լինելու էր այն, ըստ էության իմ WhatsApp-ը ամբողջովին վերահսկվելու էր որևէ կողմի միջոցով։ Սա դասական ֆիշինգի օրինակ է, որը հայերեն բառացի թարգմանած նշանակում է ձկնորսություն։ Նպատակը այս դեպքում ձկան փոխարեն մարդուն կարթի վրա բռնելն է։ Եթե ձեզ ահաբեկում են կամ ուրախացնում են, որ շահել եք, կամ ասում են վայ ձեր անունից վարկ է ձևակերպել եւ այլն, այսինքն եթե տեսնում եք, որ ձեզ փորձում են տնել էմոցիոնալ իրավիճակի մեջ, շտապեցնել եւ մղել գործողության, դա միանշանակ այդ ալգորիթմն է, որով կարելի է ճանաչել ֆիշինգը։ Խայծ գործողություն օգտաշիվ փախցնել։ Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը պատկերավոր բացատրում է. նպատակն է գողանալ արժեքավոր տվյալներ եւ վերահսկել ֆիշինգի զոհի օգտահաշիվները։ Լավագույն դեպքում չանել ոչինչ, անվտանգության մասնագետի խորհուրդն է։ Իսկ եթե արդեն ուշ է եւ կիբերհանցագործի առաջարկած հղումով անցել եք, արագ փոխել օգտահաշիվների գաղտնաբառերն ու դիմել մասնագետի։ Արմինե Մարգարյանը ֆիշինգի զոհ չի դարձել, շտապ դիմել է անվտանգության մասնագետներին, սակայն սեփական հետևությունները արդեն արել է, հաշվի առնելով թե վերջին շրջանում որքան հաճախ են սահմանին կրակոցների մասին լուրերը։ Դա կարող է լինել եւ ադրբեջանական կողմը, կարող է լինել եւ նաեւ մեզ ֆորմալի ոչ ֆորմալ բարեկամ կողմեր։ Եվ տեսեք ժամանակահատված ինչպես է ընտրված, երբ որ սահմանին լինում են կրակոցներ, երբ որ ընդհանուր առմամբ հանրության շրջանում էսպես կա բավական լարված էսպես վիճակ, որ կարող է Ադրբեջանի կողմից լինել որոշակի ագրեսիա, հա, շատերը նաև այս իրավիճակը համատում են 44-օրյա պատերազմի նախորդի իրավիճակի հետ։ Այսինքն ժամանակն էլ է այսպես ընտրված շատ համապատասխան եւ կոնտենտը եւ նաեւ այն մարդը, ով կրում է որոշակի այն մասնագիտությունը, հա, վերաբերում է հենց այդ հարցերի։ Այսինքն այսօր բավական գրագետ մոտեցում է այդ կողմը ցուցաբերել։ Կիբերհանցագործները Արմինե Մարգարյանից բացի էլի մարդիկ են թիրախավորել։ Օրինակ Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսին, բայց վերջինս ոչ թե զոհ է դարձել, այլ խայծ։ Քաղաքասարակության ներկայացուցիչներին իբր թե կեղծ ստեղծված Եվրամիության դեսպանի անունից խայծ են տվել, ասեն ձեզ հրավիրում ենք մասնակցելու օնլայն միջոցառման։ Եվ մարդիկ, ովքեր որ չեն բացառել, որ կարող է լինել այդպիսի բան, որ իրենց հրավիրեր Եվրամիության դեսպանը միջոցառման, փաստորեն կուլ են տվել խայծը եւ իրենց օգտահաշիվները զգալի ռիսկի է ենթարկվել։ Մենք աշխատում ենք մի քանի այդպիսի դեպքերի հետ այս պահին։ Հանցագործության նպատակը տարբեր կարող է լինել։ Մասնագետները նաեւ պատճառներն են հիմա ուսումնասիրում։ Եվ ձեռագիրը նույնիսկ ինչ որ մի դեպքում նման է ռուսաստանյան հակերային խմբավորումների իրականացմանը, ես չեմ կարող այս պահին դա վստահորեն պնդել, որտեվ պիտի ամբողջական հետազոտությունը ավարտվի միայն դրանից հետո կլինի, բայց նման դեպքեր նկարագրվել են նախկինում Google-ի կողմից, չգիտեմ, Microsoft-ի կողմից եւ դրանք ի վերջո հանգեցրել են եզրակացության, որ դա ռուսաստանյան հակերային խմբավորումներն են եւ ամեն ինչից դատելով, ձեռագրից դատելով տպավորություն կա, որ ինչ որ մեկը փորձում է Եվրամիության դեսպանատան հետ որոշակի կապեր ունեցող հայաստանյան քաղաքասարակությանը վնասել, փորձել վերահսկողություն ստանալ իրենց համակարգիչների նկատմամբ։ Ոստիկանությունը պարբերաբար զգուշացնում է, որ կիբերհանցագործությունը դժվար բացահայտելի է։ Խուսափում են նաև վիճակագրական տվյալներ ներկայացնել, թե հանցագործությունների քանի տոկոսն է բացահայտվում։ Ավելի վաղ իրավապահները բացատրում էին, որ դժվարությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ հանցագործների մի զգալի մասը Հայաստանից դուրս է գործում։